Ողջույն, կրկին հանդիպեցինք ամենաառողջ եւ խորհուրդներով լի հաղորդման եթերում, որպեսզի բացահայտենք այն ամենը, ինչը մեզ առողջ կդարձնի եւ երկար տարիների կյանք կպարգևի։ Եթերում կյանքի համն է։ Այսօր մեր եթերում դիտեք. Ապարատային բուժում, ինչ է իրենից ներկայացնում նման բուժումը։ Մեղր, անմահական սննդամթերք, որի օգուտները անսահմանափակ են։ Բժշկական ցնցով բացահայտումներ անքնությամբ տառապող մարդկանց մասին։ Դելտա կլինիկը անակնկալ է մատուցում առաջարկելով ճիճվագրության, արյան մեջ գլյուկոզայի, ձվարանների, ողնաշարի, վահանաձև գեղձի անվճար ստուգում, ինչպես նաև բժիշկների անվճար խորհրդատվություն։ Դելտա կլինիկում գործում է նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա համակարգչային դիագնոստիկա, որ ստուգում է ողջ օրգան համակարգերի ընդհանուր վիճակը։ Ասե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ, հեռախոս 500 560։ Այսօր մեր բժշկական էջում կանդրադառնանք ապարատային բուժմանը, տեսնենք թե ինչ բուժում է սա եւ որքանով է այն արդյունավետ։ Ինչ է իրենից ներկայացնում ապարատային բուժումը։ Մեր բժշկական կենտրոնում հաջողությամբ իրականացվում է ինչպես միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների լիարժեք ախտորոշումը, այնպես էլ կոմպլեքսային բուժումը։ Կոմպլեքսային բուժման ժամանակ օգտագործում ենք տարբեր մեթոդներ, ընդ որում նաև ապարատային ֆիզիոթերապևտիկ մեթոդներ։ Մեր կենտրոնում ունենք մի քանի ապարատներ, սակայն այսօր կուզենք ներկայացնել մեր երկու ապարատին։ Առաջին ապարատը դա Adept Urolog էլեկտրոլազերային թերապիայի ապարատն է։ Սա նոր սերնդի էլեկտրոլազերային ապարատ է, որի մեջ զուգակցված է 3 տիպի ինֆրակարմիր լազեր եւ էլեկտրոստիմուլյատոր։ Կաթեդր էլեկտրոդների շնորհիվ կարողանում ենք լազերի ազդեցությամբ եւ էլեկտրոստիմուլյացիայի շնորհիվ էլեկտրոստիմուլյացիայի հնարավորություններ օգտագործել այս ապարատի լիարժեք։ Լազերի ազդեցության շնորհիվ իրականացում է հակաբորբոքային, ցավազրկող եւ իհարկե տեղային անզգայացնող էֆեկտ։ Լազերի հետ միասին մենք հնարավորություն ենք միանգամից օգտագործելու միաժամանակ նույն սեանսի ժամանակ էլեկտրոստիմուլյացիայի հնարավորությունը, որով մկանների տոնուսն է բարձրանում եւ լավանում է շագանակագեղձի ացինուսների դրինավորումը։ Այս ապարատը մեծ հաջողությամբ օգտագործում է տարբեր քրոնիկ հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսին է քրոնիկ պրոստատիտը, քրոնիկ վեզիկուլիտները եւ քրոնիկ ուրետրիտը։ Որ հիվանդությունների դեպքում է այն կիրառվում։ Լազերի ազդեցությունը բերում է հակաբորբոքային, հակաայտուցային եւ ցավազրկող էֆեկտի։ Իսկ էլեկտրոստիմուլյացիա օգտագործելու ժամանակ մկանների տոնուսն է բարձրանում, լավանում է դրինավորումը շագանակագեղձի ացինուսների, որով մենք ստանում ենք շատ լավ դրական էֆեկտներ բուժելով քրոնիկ պրոստատիտը, քրոնիկ պրոստատովերիզիկուլիտ կոմպլեքսի հիվանդությունները։ Հիմնականում բուժական կուրսը կազմում է 10-ից 12 սեանս, մեկ սեանսի տևողությունը 10 րոպե է։ Հիմնականում այս ապարատները մեծ հաջողությամբ կիրառվում են ուրոլոգիայում, սակայն ապարատը նաև ունի հնարավորություն արթրոզների ժամանակ տալիս է մեծ արդյունավետություն երկարատև չբուժվող վերքերի բուժման ժամանակ եւ իհարկե վարիկոզային հիվանդությունների ժամանակ։ Մյուս ապարատը, որ ուզում եմ ներկայացնեմ, դա մագնիտովակուումային թերապիայի ապարատն է, որը նախատեսված է հիմնականում էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ժամանակ։ Հատկապես մեծ է այս ապարատի էֆեկտիվությունը էրեկտիլ դիսֆունկցիայի անոթային հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք հանդիպում են շաքարային դիաբետով երկար տարիներ տառապող հիվանդների մոտ։ Այս ապարատը ունի երկու տեսակի ազդեցություն։ Առաջինը դա լոտ թերապիան է, տեղային բացական ճնշումը, որը ապահովում է վակուումի միջոցով, եւ երկրորդը վազող մագնիտական ալիքների դաշտի ազդեցությունն է, որի շնորհիվ լավանում է արյան եւ լիմֆայի ցիրկուլյացիան, անոթների պատերի էլաստիկությունը եւ այս պարագայում ունենում ենք լավ էֆեկտներ էրեկտիլ դիսֆունկցիայի բարդ հարցերը լուծելու համար։ Առաջին 1-2 սեանսից անգամ արդեն նկատում են հիվանդները դրական տեղաշարժներ։ Դրական էֆեկտը իհարկե պետք է ապահովել 10-ից 12 բուժական սեանսներից հետո։ Մեկ սեանսի տևողությունը 20 րոպե, ապարատը լիովին ավտոմատիզացված է եւ հեշտ է կիրառման ժամանակ։ Այս երկու ապարատներն էլ արժանացել են Բրյուսելում նորագույն տեխնոլոգիաների ոսկե մեդալին, սակայն ուզում եմ հիշեցնել, որ չկա մեկ թերապիայի բացարձակ էֆեկտը, լինի դա
անտիբիոտիկաթերապիա, ապարատային բուժում կամ այլ մի բուժական մեթոդ։ Միզասեռական համակարգի քրոնիկ բորբոքային հիվանդությունները պետք է անհրաժեշտ է բուժել միմիայն կոմպլեքս բուժման միջոցով։ Եղեք առողջ եւ հաջողակ։ Կարծում եմ մեր հեռուստադիտողը չի մոռացել, որ այն էլեկտրոնային փոստի միջոցով, որը այժմ տեսնում եք ձեր էկրաններին, կարող եք ցանկացած օր հետաքրքրող եւ հուզող հարցերն ուղղել մեր բժիշկներին, որոնք անպայման կստանան սպառիչ պատասխաններ։ Սպասում ենք ձեր հարցերին, իսկ այժմ տեսնենք, թե ինչ հարցեր ունեն մեր հեռուստադիտողները այսօրվա համար։ 45 տարեկան եմ, ունեմ երկրորդ տիպի շաքարային դիաբետ։ Բացի դեղորայքային բուժումից ուրիշ ինչ խորհուրդ կտաք։ Ես խորհուրդ կտայի Վահեին այսպիսի բաղադրատոմս՝ վերցնել ընկույզը եւ խառնել հնդկացորենի հետ, մեկը 5-ի հարաբերությամբ, այսինքն գրեչկայի։ Բացի դա, առավոտյան այդ խառնուրդը 1.5 ճաշի գտալ, խառնել մածնի հետ եւ օգտագործել ամեն օր սոված փորին, վերջում 1 հատ խնձոր եւ այդ բաղադրատոմսը օգտագործել նաեւ երեկոյան 1 թեյի գթալի չափով։ Ունեմ խպիպ, այսինքն զոբ, եւ ինձ այն շատ է անհանգստացնում։ Շուտ հուզվում եմ եւ նյարդայնանում, որի ընթացքում էլ կոկորդը սեղմվում է եւ խեղդվում եմ։ Սիրելի Կարինե, քանի որ դուք ունեք խպիպ, հասկանալի է, որ ձեր յուրաքանչյուր ներվային ստրեսից դուք կարող եք շատ արագ հուզվել, լացել, նեղվել, ներվայնանալ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի, հորմոնալ անալիզներ հանձնելու նպատակով։ Բացի դա, ես ձեզ կառաջարկեմ ոչ դեղորայքային բուժում, որը բավականին լավ ազդեցություն է ունենում խպիպի վրա։ Վերցնում եք կերոսինը եւ ձիթապտղի ձեթը հավասար քանակությամբ տաքացնում եք, այնուհետև գոլ վիճակով կապում եք պարանոցին, վրայից պոլիէթիլենային թաղանթով ծածկում եք։ Թողնում եք 1 ժամ, այնուհետև մի քանի անգամ օգտագործելուց հետո ինձ թվում է ձեր վիճակը բավականին կթեթևանա։ Շատ ժամանակ այս կամ այն հիվանդության ժամանակ բժիշկները մեզ խորհուրդ են տալիս մեղր օգտագործել։ Իհարկե այս պարագայում դժվարը ոչ թե մեղրի օգտագործումն է, այլ իսկական մեղր գտնելը։ Իսկական օգտակար մեղրի տարբերակները մի քանիսն են՝ կախված մեղրի գույնից եւ պարունակությամբ։ Մեղրը պետք է ջինջ եւ պարզ լինի, փոքր-ինչ թանձր։ Եթե իսկական մեղրի տարայի մեջ բարակ փայտիկ իջեցնենք, ապա այն հանելիս պետք է թելի նման ձգվի։ Փայտը հանելուց հետո միանգամից չհարթանա, այլ գնդվի։ Վատ որակի մեղրը սոսնձի է նման, շաքարային մասը շատ է, ի տարբերություն իսկական անարատ մեղրի, որը հիանալի բույր ունի եւ պարզապես չի բուրում։ Իսկական մեղրը ժամանակի հետ ավելի է պնդանում, սակայն այն ջրալի սարքելու համար պետք է տարայով մեղրը տաք ջրի մեջ դնել, բայց ոչ մի դեպքում չեռացնել, քանի որ եռացնելու հետ մեկտեղ կորում են նրա օգտակար հատկանիշները։ Մեղրը պետք է պահել ապակյա տարայում, այլ ոչ թե երկաթյա, քանի որ երկաթյա տարայում գտնվելով նա քիմիական ակտիվ վիճակում է լինում, ինչի հետևանքով էլ շուտ է փչանում։ Մեղրի օգտակար հատկանիշները շատ են, դրանցից մեկը պրոպոլիսն է, որը պինդ պարունակություն ունի, շագանակականաչավուն նյութ է, որը հիանալի հակաբացիլային միջոց է, օգտակար է լնդերի բորբոքման, անգինայի, հարբուխի դեպքում։ Որոշ մարդիկ այն նաև մաշկային հիվանդությունների բուժման համար են կիրառում, օրինակ կոշտուկների։ Եթե հարբուխով եք հիվանդ, կարող եք հետևյալ թուրմը պատրաստել։ Մեղրին ավելացնում եք մանր կտրատված սխտոր, թողնում եք այս թուրմը 12 ժամ, որպեսզի հանգստանա եւ ընդունում օրվա մեջ 1 անգամ 1 ճաշի գդալի չափով։ Մեղրով բուժման մեթոդները բազմազան են։ Մրսածության դեպքում շատ օգտակար է մեղրով թեյ ըմպել կամ 1 հատ լիմոնի հյութին կես բաժակ մեղր ավելացնել եւ ըմպել այս թուրմը ժամը 1 թեյի գդալի չափով։ Մեղրը կիրառվում է նաև կոսմետոլոգիական նպատակներով։ Դրանցից պատրաստվում են մաշկը սնուցող եւ թարմեցնող դիմակներ։ Ամերիկացի գիտնականների թիրախում այս անգամ քունը խախտած եւ անքնությամբ տառապող մարդիկ են հայտնվել։ Տեսնենք, թե ինչ կասեն մեզ այս անգամ գիտնականները։
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ այն մարդիկ, ովքեր գիշերը 5 ժամից պակաս են քնում, ապա նրանց մոտ ծերանալու եւ իրենց հասակակիցներից ավելի տարեց երևալու հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է։ Գիտնականները հետազոտել են մի խումբ մարդկանց եւ եկել այս եզրահանգմանը, որ կանոնավոր կերպով չքնողների մոտ ընկնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը եւ խախտվում արյան մեջ շաքարի նորման, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձը սկսում է ծանրաբեռնված կերպով աշխատել, ինչն էլ բերում է նյութափոխանակության խանգարման, որի հետևանքով մաշկի գույնը վատանում է եւ կնճիռներ են առաջանում։ Այնինչ խորը քնի ժամանակ մկանները թուլանում են, լավանում է արյան շրջանառությունը, որի արդյունքում մանր կնճիռները վերանում են։ Դելտա կլինիկը անակնկալ է մատուցում առաջարկելով ճիճվագրության, արյան մեջ գլյուկոզայի, ձվարանների, ողնաշարի, վահանաձև գեղձի անվճար ստուգում, ինչպես նաև բժիշկների անվճար խորհրդատվություն։ Դելտա կլինիկում գործում է նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա համակարգչային դիագնոստիկա, որ ստուգում է ողջ օրգան համակարգերի ընդհանուր վիճակը։ Ասե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ, հեռախոս 500-560։ Նկարահանումներին աջակցել է M&S առևտրի կենտրոնը։ Հաղորդմանը սպասարկում է Պազինի գեղեցկության սրահը, հեռախոսահամար 26 55 54։ Այսօրվա համար այսքանը, հետևեք ձեր առողջությանը և պահպանեք այն, քանի որ այն ամենաթանկ հարստությունն է մեզ համար։ Եթերում կյանքի համներ, իսկ ձեզ հետ Նոնան, կհանդիպենք։